Ժորժան բարի լույս, բայց իմացաք, երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական պարլամենտի Ստրասբուրգյան շենքում ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի եւ ԵՄ-ին անդամակցելու մասին, նա եւ եվրոպացի դեպուտատները այդ պահին շատ լավ գիտեին, որ կես ժամ հետո լինելու է մի կարևորագույն փաստաթղթի շուրջ քվեարկություն Եվրոպական պարլամենտում, որը կոչվում է Եվրոպական միության ընդլայնման ռազմավարություն։ Ես գտա այդ փաստաթղթը։ Այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանը ունի Եվրոպական միության անդամության հեռանկար։ Այնինչ Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի պարագայում դա գրված է մի քանի տեղ եւ պարզ տեքստով։ Մաքսիմում ինչ գրված Հայաստանի մասին այն է, որ նրանք ողջունում են այդ հիմար օրենքը ազգային ժողովում ընդունված ինտեգրման մասով եւ հույս ունեն, որ եթե ռեֆորմները շարունակվեն, խորանան եւ այլն, ապա ԵՄ-Հայաստան հարաբերությունները կթեվակոխեն տրանսֆորմացիոն փուլ։ Որևէ հեռանկար եվրոպական անդամության մասին չկա Հայաստանի շուրջ։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ մասին պետք է որ իմանար։ Էլ չասեմ, որ եվրոպական դեպուտատները շատ լավ գիտեին, երբ որ ծափահարում էին Նիկոլի ինքնամոռաջ ճառին, որ կես ժամ հետո քվեարկելու են մի փաստաթղթի շուրջ, որտեղ չկա գեթ մեկ բառ Հայաստանի Եվրոպական միության անդամակցության հեռանկարի մասին։ Իսկ կարծում եք Նիկոլ Փաշինյանը ունակ է ռեֆորմներ իրականացնել, որպեսզի համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ։ Ավիացիոն ոլորտում Հայաստանը արդեն 4 տարի է գտնվում է Եվրոպական միության սև ցուցակում։ Ավելին, սև ցուցակում լինելու ժամկետը երկարացվել է մինչև 2030 թվական։ Սա ընդամենը մեկ ոլորտ է, ավիացիայի ոլորտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը 9 տարի չի կարողանալու, եթե մնա իհարկե անշուշտ այդքան իշխանության, Հայաստանը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։ Դե հիմա պատկերացրեք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր այլ ոլորտներ։ Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացում, եւ այդ մասին շատ լավ գիտի Եվրոպական միությունը եւ շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը։ Եվս մի կարևոր դիտարկում։ Այդ փաստաթղթում գրված է, որ Եվրոպական միության անդամ չեն կարող դառնալ երկրներ, որոնք ժխտում են ցեղասպանությունները։ Պատկերացնում եք, Հայաստանի այսօրվա իշխանությունները ժխտում են փաստացի հայոց ցեղասպանությունը, ոչ միայն երկրից դուրս չհետապնդելով այն ճանաչման հեռանկարը եւ առաքելությունը, այլ նաեւ երկրի ներսում պատժելով ցեղասպանության ինստիտուտի տնօրենին հեռացնելով նրան պաշտոնից։ Եվրոպական միությունը մեզ չի խաբում, մեզ չի խոստանում եվրոպական ապագա։ Մեզ խաբում է Նիկոլը, իսկ եվրոպացիները դա ընդամենը ողջունում են։ Բարոյականության հարց է։